Բարև ձեզ, ինձ թափեցի այս թողարկմանը դիտեք։ Իբր հաստատված խաղաղության պայմաններում Բաքուն շարունակում է վերացնել հայկական հետքն Արցախից։ Այս թեմաների նկատմամբ առավել ևս հիմա պետք է լինել շրջահայաց։ Ինչու է զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը որոշել խոսել եւ պատերազմի վերաբերյալ ստեր պայթեցնել։ Ինչու գլխավոր շտաբի նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում եւ վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։ Երևանում կիլոմետրանոց խցանումներ են, երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Մեր այսօրվա ռեկորդը Դավթաշենից Խորենացի հասանք 2 ժամ 45 րոպեում։ Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։ Մի քանի օր հայկական մամուլում շրջանառվող այս լուրը հաստատվեց ապրիլի 22-ին, երբ համացանցում տարածվեցին Արբանյակից արված լուսանկարներ, որոնք ցույց են տալիս եկեղեցին մարտին կանգուն է եղել, իսկ ապրիլի սկզբին ոչնչացված։ Ներկայացնում ենք լրագրող Դավիթ Գալստյանի հրապարակած արբանյակային կադրերը եւ կից գրառումը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարի ոչնչացումը տեղի է ունեցել մարտին։ Եթե համեմատենք Sentinel 2-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսների մի քանի լուսանկարներ, ապա տարբերությունները բացահայտ են։ Նկարների որակը լավը չէ, բայց համեմատությունը թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել։ Տաճարը եւ դրա ստվերը հստակ երևում են փետրվար եւ մարտ սկիզբ ամիսներին։ Վերջին լուսանկարը, որը արվել է 2026 թվականի ապրիլի 2-ին, տարբերվում է մյուսներից։ Ենթադրվում է, որ այս դեպքում եկեղեցին արդեն չկա։ Բաքվի օկուպացիոն վարչակարգը օրեր առաջ էլ հողին էր հավասարեցրել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին եւ հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները։ Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության ոչնչացման փաստը մարդկանց դժգոհությունն էր հարուցել, որակվել որպես ցեղասպանությունը շարունակող քայլ։ Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ աներկբա վկայում է ցեղասպանության անարգել ավարտին հասցնելու ուղղված միջազգային հանցագործությունների մասին, ինչը եւ ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում։ Կարևորը խաղաղության ծրագրի բենզինը մատչելի է, նավսյակի մի քիչ էլ խմեք։ Վանդալներից ինչով եք տարբերվում այս սեփական կարծիք չունեցողներ։ Մի բուռ հող կերեք, բայց ոչ Հայաստանի, դա ձեր նմանների համար շռայլություն կլինի։ Ալիևի ոտնակող արած հողից կերեք, դա է ձերը։ Ադրբեջանի կողմից իրականացվող ակնհայտ մշակութային ցեղասպանությունը չի կարող եւ չպետք է անտեսվի խաղաղության ձևավորման բանակցային գործընթացի համատեքստում։ Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը։ Դա ընկալվում է որպես անտարբերություն եւ նույնիսկ համաձայնություն։ Ադրբեջանի իրականացված վանդալիզմի այս հերթական ակտը ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության եւ հիշողության դեմ, այլև ի ցույց է դնում միջազգային իրավունքի եւ ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խորը արհամարանքը։ Սոցցանցերում մարդիկ Փաշինյանին հիշեցնում էին Բաքվի հետ իբր հաստատված խաղաղության հանգամանքը, շեշտելով, եթե խաղաղություն է, ապա ինչու է Բաքուն շարունակում վերացնել հայկական հետքը Արցախից։ Սա անարգանք է քրիստոնեական աշխարհի նկատմամբ եւ ցինիկ վանդալիզմի դրսեւորում Արցախում հայկական մշակույթի, քրիստոնեական ժառանգության եւ հայկական հետքի նկատմամբ։ Ադրբեջան այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ իրապես խաղաղություն կնքելու գաղափարի վրա։ Արցախում հայկական պատմամշակութային եւ քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ եւ սկզբունքային գնահատականի, ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։ Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել։ Բա եթե Ադրբեջանը զայրանա, բա որ պարզվի, որ խաղաղություն չկա, իհարկե, դրանում էլ կարելի է վեհափառին մեղադրել, թե գնացել օտարի երկրում եկեղեցի է կառուցել, բայց նստվածք հո կմնա, դրա համար էլ լուռ են, հանդուրժում են, ամեն ինչ զիջում են, որ հանկարծ Ալիևը բարձրաձայն չասի, որ խաղաղություն չի, կապիտուլյացիա։ Ու որքան ենք հանդուրժելու։ Ցավոք, երբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը քանդեցին, պաշտոնական Երևանը ձայն չհանեց։ Մենք էլ չպարտադրեցինք նրանց ձայն հանել։ Այդ պատճառով էլ հիմա հասան Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարին, թե բա խաղաղություն։
Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված Հայաստանի կառավարությունից որևէ արձագանք չեղավ մինչև այն պահը, քանի դեռ լրագրողը կառավարության նիստից հետո Փաշինյանից չհետաքրքրվեց, թե ինչպես է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատած վարչապետը մեկնաբանում Բաքվի վանդալիզմը։ Փաշինյանն ասաց, չի կարծում, թե այս հարցը պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա կդարձնեն։ Ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են, մենք կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում, թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դատապարտել էր Բաքվի ռեժիմի կողմից իրականացվող Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության ոչնչացումը, ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Մայրաթորը Հայաստանի կառավարությանը կոչ էր արել կանխել Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության ոչնչացումը։ Պետական մակարդակով իրականացվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով եւ կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարին եւ իշխանության ներկայացուցիչներին հրատապ եւ գործուն քայլեր ձեռնարկել կանխելու Արցախի հոգեվոր եւ մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կոչ էր արել նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ եւ փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին եւ միջազգային կազմակերպություններին ազդեցիկ միջոցներ ձեռնարկել եւ Արցախում կասեցնել մշակութային ոճրագործությունները։ Պատերազմի վերաբերյալ իշխանության բացթողումների մասին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, առաջարկել էր խորհրդարանում փակ ձևաչափով հանդիպում կազմակերպել պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմից մի քանի ամիս անց պահանջել էր Փաշինյանի հրաժարականը, ապա նրա կողմից ազատվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, հայտարարել էր, թե վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ, շահարկելով իր անձը։ Գասպարյանն առաջարկել էր խորհրդարանի հանդիպմանը ներգրավել պատերազմի ժամանակ պաշտոնավարած քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի իմասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախորդ շաբաթ էր Ազգային ժողովում պատերազմի վերաբերյալ իշխանության բացթողումների մասին կոշտ խոսել։ Հայտարարել, թե 2020 թվականի պատերազմը այս իշխանությունն է բերել եւ ոչինչ չի արել երկիրը մոբիլիզացնելու եւ հաջողություններ ունենալու համար, մինչդեռ Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ Հայաստանն ի վիճակի էր իր առաջ դրած խնդիրը կատարել։ Պարոն Փաշինյան, Պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի է ունեցել։ 265-ը մինչև հոկտեմբերի 27-ը մեկ ամիս պահել են։ Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել։ Եվ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են ՊԲ-ն եւ մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում եւ հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր, Բերթաձոր եւ Հայաստանի Հանրապետության սահմաններ, Գորիս, Կապան եւ Մեղրի այդ սահմանները։ Օհանյանի հայտարարությունից հետո ռուսաստանցի մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը գրել էր, որ պատերազմի ժամանակ 2 անգամ Մոսկվայում հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, ով ըստ նրա ասել է, թե Փաշինյանն արգելել է բանակի լիարժեք ներգրավումը մարտական գործողություններին։
Իմ առջև նստած էր մի լիովին ջախջախված եւ վախեցած մարդ։ Ամենասարսափելին այն էր, որ նա վախենում էր ոչ թե իր թշնամիներից, այլ Փաշինյանից։ Իմ զրույցների ամբողջ լեյտմոտիվը հետեւյալն էր. ինչու հայկական բանակը չի մասնակցում, որտեղ են Իսկանդերները, որտեղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ Բոլոր հարցերի համար միայն մեկ պատասխան կար. Փաշինյանը դա թույլ չի տա հրաժարականի եւ ձերբակալության սպառնալիքով։ Ես խստորեն պահանջեցի, որ Օնիկը հրապարակավ դիմի գեներալ Գերասիմովին եւ անձամբ Պուտինին։ Գասպարյանը իրեն ստիպեց ասել. Փաշինյանն արգելել է ռուսներին դիմել եւ անձամբ է բանակցում Ալիևի հետ։ Երբ ես նրան ասեցի, որ մեր լրագրող Սեմյոն Պեգովը, ով գտնվում է Թեժ կետում, ինձ տեղեկացրել է, որ դուք հրամայել եք զորքերը դուրս բերել քարին տակից, Օնիկը մրմնջաց. ես չեմ, այլ Փաշինյանը, նա հրամայեց Շուշին հանձնել ադրբեջանցիներին այն պատրվակով, թե զորքերը փախել են։ Ամեն ինչ եղել է ճիշտ այսպես։ Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա եւ ասի, որ ես ստում եմ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Սերյան Օհանյանի եւ Արամ Գաբրելյանովի հայտարարություններից հետո էր հայտարարել, թե իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ինքը գերադասելով ազգային եւ պետական շահը զերծ է մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց եւ առաջարկել փակ քննարկում անցկացնել խորհրդարանում։ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը սոցցանցերում լայն արձագանքի էր արժանացել։ Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է եւ հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։ Ինչու գլխավոր շտաբի նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում եւ վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։ Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների եւ շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց եւ խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։ Օնիկ Գասպարյան, Անդրանիկ Քոչարյանի եւ իշխանությունների հետ փակ քննարկումներից չես հոգնել, թե բա ազգային շահ։ Ճիշտ ժամանակին էլի օգնության ես հասնում։ Տանկը խոդես, իջնես փակ քննարկման, որ դուք ձեր Քոչարյան Անդրանիկով բանով ջան ասեք, ջան լսեք, ժողովուրդն էլ բան չիմանա վերջը ով ու ոնց հանձնեց Արցախը։ Հա, Օնիկ։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը տարօրինակ է համարում, որ պատերազմից ամիսներ անց Փաշինյանի հրաժարականը պահանջած Օնիկ Գասպարյանը արձագանքում է ոչ թե Փաշինյանի պատերազմի վերաբերյալ գնահատականներին, բանակին ուղղված մեղադրանքներին, այլ Սերյան Օհանյանին, որը բարձրացրել է այն հարցերը, որոնք պատերազմից 5 տարի անց էլ անպատասխան են մնացել։ Սերյան Օհանյանը ներկայացրեց այն, ինչը այսպես ասած շոշուկների մակարդակով, ինչը չգիտեմ, զոհվածների հարազատները, բարեկամները միմյանց հետ շփվելիս, ռազմական փորձագետները միմյանց հետ շփվելիս ասում էին, որ Հայաստանի Հանրապետության փաստացի գլխավոր շտաբի պատասխանատվության գոտուց է Ադրբեջանը կարողացել հասնել Շուշի։ Օնիկ Գասպարյանի պատասխանատվության գոտուց այս ամեն ինչը փաստորեն Օնիկ Գասպարյանը մենք կարող ենք արձանագրել հետեւյալը. կա լրակյաց այսպես ձևակերպենք համաձայնություն Օնիկ Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Երկուսն էլ հասկանում են ինչ են իրենք արել պատերազմական գործողությունների ժամանակ եւ երկուսը որոշել մեկը մյուսի դեմ քրեական գործ չի արուցում, այն մեկը գնահատականներ չի տալիս, բայց արդյունքում մենք կորցրել ենք Արցախի հանրապետությունը։ Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ ավելի լավ է Օնիկ Գասպարյանը չարձագանքեր այս հայտարարություններին, քան կրկին կրավորական դիրքում հայտնվեր։ Կարող էր Օնիկ Գասպարյանը կանգնել, ասել Սերյան Օհանյանը ստում է, հա? Կամ բացատրել ինչ է ստում, հա, իսկ հանուն հայրենիքի Հիսուս կմնամ, կներեք, իր հանուն հայրենիքի Հիսուս մնալով Արցախը հանձնեցինք եւ շփմանգից Ադրբեջանի հետ Հայաստանի երկարեց մի քանի տասնյակ, երբ թե 100 կիլոմետրներով, այսինքն այն ինչի մասին պետք է լռես, պարոն Գասպարյան, եւ ինչու ես դու լռում, ինչն է խնդիրը, տակը ինչ կա, որ դու մինչև հիմա չես համարձակվում ձայն հանդել։ Իդեպ խորհրդարանում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանն արդեն խոսել է։ Հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարել է, թե երկրորդ այդպիսի հանդիպման կարիք չի տեսնում։ Իսակովի պողոտայի վերանորոգման աշխատանքների պատճառով առաջացած խցանումները դժոխքի են վերածել վարորդների եւ ուղևորների կյանքը։ Մի քանի օր է ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված Իսակովի երթևեկությունը միակողմանի է դարձել։ Եթե նախկինում օրինակ առավոտյան պիկ ժամին հարավ-արևմտյան թաղամասից Հանրապետության հրապարակ հասնելը տևում էր առավելագույնը 1 ժամ, հիմա այդ ժամանակը կրկնապատկվել է։
Չնայած ասֆալտապատման աշխատանքները կատարվում են հենց Իսակովի պողոտայում, բայց դա ավելացրել է շրջանցող փողոցների ծանրաբեռնվածությունը, ինչը կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել Երևանի տարբեր հատվածներում։ Այս կադրերն արվել են Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում։ Մայրաքաղաքում առաջացած խցանումների պատճառով մարդիկ ստիպված ոտքով էին շարունակում ճանապարհը, որ հասնեն իրենց աշխատավայր կամ ուսումնական հաստատություն։ Քաղաքացիները սոցցանցերում դժգոհում էին, թե ինչու վերանորոգման աշխատանքները գիշերային ժամերին չեն կազմակերպվում, որ պիկ ժամերին կաթվածահար չարվի Երևանի երթևեկությունը եւ մարդկանց անհարմարություն չպատճառվի։ Էս ինչ վիճակ է դարձել, մարդը դեռ գործի չհասած արդեն սովածանում ու նյարդայնանում է։ Առավոտվա պիկ ժամին ասֆալտապատում են անում, ամբողջ երթևեկությունը կանգնեցնում։ Չէին կարող ուրիշ ժամի կազմակերպել, որ մարդիկ նորմալ հասնեն աշխատանքի։ Հիշում եմ, 26 թիվն էր, մտանք Իսակով։ Ավելի քան 1.5 ժամ առաջին մասից չենք կարողանում հասնել կրկեսի մոտ։ Ոչ վթար կա, ոչ արտակարգ իրավիճակ կա, ոչ էլ ձևի համար գոնե մի բարեկ կա։ Էլ չասեմ, հանդիպակաց գոտում ինչ վիճակ կա։ Ավելի խայտառակ իրավիճակ քան այսօր է, երբևէ չի եղել։ Ավելի խայտառակ կառավարում Երևանում քան ձեր օրոքա, երբևէ չի եղել։ Ձեր վատ ղեկավարման հետևանքով մարդկանց առօրյան քաոս է դառնում։ Տիգրան Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել։ Մի քանի մետր ասֆալտ անել օրերով չեն կարողանում, արվածնել ինչպես միշտ անորակ է ստացվում։ Այս ամենին գումարած, որ քաղաքապետարանը լայախ չի անում հայտարարել, որ օրինակ Մելքոնյան պողոտայից Իսակովի պողոտա տանող ճանապարհը փակ է լինելու, վաղ առավոտվանից խայտառակ խցանումներ են, այդ թվում եւ շրջանցող մյուս բոլոր ճանապարհներին։ Այդ ձեր կեղծ ու չստացված սրտիկներով էլ իբր սիրում եք ժողովրդին, գոնե մի արեք, որովհետև դուք անպատասխանատու եք, դուք Երևանն ու երկիրը ու այստեղ ապրող մարդկանց չեք սիրում։ Մեր այսօրվա ռեկորդը Դավթաշենից Խորենացի հասանք 2 ժամ 45 րոպեում։ Իսակովի պողոտան Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկն է։ Քաղաքային իշխանությունը հավանաբար այս պողոտայի ասֆալտապատումը սկսել է մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում սպասվելիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ, որ օդանավակայանը մայրաքաղաքի կենտրոնին կապող ճանապարհը Եվրոպայից ժամանող բարձրաստիճան հյուրերի առաջ բարեկարգ տեսք ունենա։ Իսկ մինչ այդ երևանցիները պարտավոր են A կետից B կետը հասնելու համար ժամերով երթևեկել եւ հանդուրժել իրենց պատճառված անհարմարությունը։ Բայց Երևանում ոչ միայն խցանումների թեման է շատ լուրջ, այլև անձրևներից հետո առաջացած լճակները։ Շուրջ 10 օր փակեցին Իսակովի պողոտայի մի կողմը ենթադրաբար ասֆալտ փռելու համար։ Փոխարենը փողերը մսխեցին։ Արդյունքը՝ եկեք շնորհավորենք ԿՊ-ին Երևանում առաջին լճակի բացման կապակցությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյան կարող է սա այն 8 խոստացված ջրամբարներից առաջինն էր, հետգրություն։ Հատուկ ասֆալտչիկի կեղծ բրենդի դափնեկիր ԿՊ-ականների համար։ Սկզբում ջրահեռացումն են կազմակերպում, հետո ասֆալտ փռում։ Այս շաբաթ տեղացած անձրևներից հետո Փարաքարում մեքենան մնացել էր ջրի տակ։ Սոցցանցերում տարածվել էին կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները փրկում մեքենայում գտնվող կնոջը։ Երևանի քաղաքապետը դեռ նախորդ շաբաթ էր բարձրացրել անձրևներից հետո փողոցների ջրի տակ չհայտնվելու հարցը, հետաքրքրվել, ինչ լուծում է սրա համար պետք։ Քաղաքապետարանի աշխատակիցը պարզաբանել էր, հավանաբար պետք է անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնել։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, շնորհակալություն։